Բարև հարգելի բարեկամներ, Ազատ Արաբլոգն է, Արմեն Հովհաննիսյանը եւ Կարեն Սարգսյանը այսօր քննարկելու են ձեզ համար արդիական հարցեր ներքին եւ արտաքին քաղաքականությունից, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, լայքեր եք դնում, կիսվում եք, վերջ-վերջո դիտում եք, այդ ամենը շատ կարևոր է այս ալիքի համար, ինձ հարցնում են աջակցության այլ միջոցներ կան թե ոչ, մենք մայիսի ընթացքում ինչ-որ բաներ արդեն գործիքներ կօգտագործենք, բայց էլի ուժի մեջ է, ամենակարևորը գիտեք մեզ, եթե ձեր դիտումները կան, մենք գիտենք, որ այն ինչ-որ մենք ասում ենք, ինչ-որ արդիականություն ունի, ինչ-որ հետաքրքրություն ունի, դա է ամենակարևորը։ Ուրեմն ինչ է կատարվում, ինձ համար ամենակարևոր հարցերից մեկը դա ռուս-ուկրաինական այսպես կոչված կարգավորումն է, որը ինչ-որ մի փուլ է մտել նոր եւ համարվում է, որ այս վերջի 24 ժամը սենսացիոն է, ամբողջ մամուլը լցված է այդ նորություններով, քանի որ Զելենսկին եւ Տրամփը 15 րոպե հանդիպել են Հռոմի Պապի թաղման ժամանակ հայտնի լուսանկարը, ես կարծեմ լուսանկարը արդեն այսպես պատմական լուսանկար է, երբ իրենք աթոռների վրա նստած մարմարի Եթե չեք տեսել, ես տեսել եմ, ես դրել եմ Telegram-ում, մտեք նայեք։ Շատ լավ նկար է, շատ տպավորիչ։ Հա, իսկապես շատ առաքավոր նկար է, իրենք զրուցում են, սակայն կա ինֆորմացիա, որ պայմանավորվել էին, որ պետք է շարունակեն թաղումից հետո, բայց Տրամփը շատ արագ լքեց Իտալիան, ես չեմ ասում Վատիկանը, որ թաղումը Վատիկանում չի եղել, այլ Իտալիայում է եղել, հենց այլ բազի թվում է, դրա համար Վատիկան չէ, շատ արագ լքեց եւ փաստորեն տապալվել է երկրորդ փուլը։ Հիմա ինչի վրա ենք ագնում։ Ես ներկայացնեմ, հետո Կարենը շարունակի։ Այն նախորդ տարբերակը, որը մենք ներկայացրել ենք, ես էլ առանձին ներկայացրել եմ, ինքը կարծես թե ուժի մեջ է, Ամերիկայի տարբերակը։ Մենք ունենք որոշ տարօրինակություններ եւ, այսպես ասենք, անհամաչափություններ, հա, բայց այնը ինչ որ կա։ Մենք հետո քննարկենք, թե դա ինչ է, բայց հիմա փաստերով Միացյալ Նահանգները շեշտում եմ, միայն Միացյալ Նահանգները ճանաչում են Ղրիմը, մնացածի համար դա պարտադիր չէ, ներառած Ուկրաինան, մի տարօրինակ բան է, բայց փաստ է, ուրեմն ամեն մեկը ոչ մի տարածքային պահանջ Ռուսաստանը չի դնում առաջ գնալու եւ այլն այն մարզերը, որ ինքը իբր հայտարարել է, որ դա իր մասն է նույնիսկ այդտեղ կանգնում են այն գծի վրա, որտեղ կանգնում են ապա միլիտարիզացիա, հա, այդ տարածքի, այսինքն զորքերը որոշակի տարածքի հետ են քաշում երկու կողմից։ Ուկրաինան պարտավորվում է չմտնել ՆԱՏՕ, առաջի տարբերակում ասում էր 15 տարի, երկրորդ տարբերակում կարծես թե չկա նույնիսկ այդ հիշատակումը, բայց դա կարող է լինել վրիպակ, չգիտեմ։ Ուկրաինան ազատ է զարգացնել իր զինված ուժերը եւ ցանկացած երկրի զորքեր բազաներ ունենալ իր տարածքում, այսինքն որևէ սահմանափակում իր վրա չկա, Ուկրաինան շատ արագ մտնում է Եվրոպական միություն, բայց պետք է կամ 15 տարով կամ ընդհանրապես այստեղ կատարած տարընթերցումներ հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց։ Սա երկու խոսքով։ Դեմ են, դրա մասին Կարեն ավելի մանրամասն կխոսի, բայց երկու բառով ասեմ, որ կտրականապես դեմ է Ուկրաինան, կտրականապես դեմ է Եվրոպական միությունը ամբողջությամբ բացի Հունգարիայից, կտրականապես դեմ են Բրիտանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, բրիտանական համագործակցության երկրները, այստեղ շատ կարևոր է, որ հիմնականում այն երկրները, որոնք ստորագրել են Հելսինկյան ակտը։ Սա է։ Հիմա փաստորեն Զելենսկին ընդունեց, որ լինելու է հրադադար եւ սկսվելու են բանակցություններ, բայց էլի պնդում է, որ Ուկրաինան երբեք իր տարածքից թեկուզ 1 քառակուսի մետրի կորուստ չի օրինականացնի եւ իր իրավունքներից չի հրաժարվի։ Առաջին անգամ Թրամփը իմիջիալոց այս սարսափելի էլի ստոր հարվածից Կիևին էլի քաղաքացիական զոհեր, այսպես իբր կամ ոչ իբր մատ թափ տվեց Պուտինի վրա, ինչը նույնպես համարում է
սենսացիա։ Սա այն է, ինչ որ կա սեղանին, հիմա ես կխնդրեմ Կարենին ներկայացնել, թե ինչպես է տեսնում ես ամեն ինչը մեկնաբանել։ Ես հիմա տեսար չէ, որ նայում էի, որտեվ ստեղ ինչ որ րոպե են թարմացումները գալիս այս թեմայով, չգիտեմ ինչն է ակտիվացել Կիրակի օրով, բայց ինչ որ մարդիկ այն ինչ որ կոչվում է բրոսներ են անում տարբեր։ Ակնհայտորեն ճիշտ ես, այս ձևակերպումները, որոնք ժամանակ առ ժամանակ նախորդ 10-12 օրվա մեջ լինում էին, դա Financial Times-ներ, հետո Reuters-ներ, հետո New York Times-ներ, այո, իրանք մեծ հաշվով նկարագրում էին ԱՄՆ-ի առաջարկը եւ ԱՄՆ-ի վերջնագիրը ճակերտավոր, որտեղ ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ն այլևս այն քաղաքական ուժը չունի, որպեսզի վերջնագրեր ներկայացնի, ի վերջո Թրամփը կփոխի կհարմարեցնի իր ուզածին։ 15 րոպեանոց հանդիպումը մինչև հողարկավորությունը եւ այնուհետ չնայած որ պայմանավորվել էին Թրամփի թռնելը Իտալիայից դուրս ի վերջո ավարտվեց Մակրոնի հետ հանդիպումով, բայց ակնհայտավոր հայտարարությունը Զելենսկու նրա մասին էր, որ ինքը դրական էր հայտարարությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ եթե իրենք չեն մասնակցի հետ պատերազմյան հետ կայունության ապահովման մեջ, հետ չեն քաշվի եւ ոնց որ թե չեն մերժել ապահովել հետախուզական տվյալներով եւ լոգիստիկ աջակցություն ցուցաբերել այն զորամիավորումներին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ այլ մասնակից երկրների Եթե Զելենսկին ստորագրում է ինչ որ պայմանագիր, այդ պայմանը Եթե Զելենսկին ստորագրում է պայմանագիր հիմա Զելենսկին չի ստորագրել, ինչի մասին մենք իմանում ենք Թրամփի Truth Social-ի բանից, այսինքն խոսքը գնում է այսպես կոչված միներալների համաձայնագրի մասին Սա Զելենսկին չի ստորագրել, Թրամփը ասել է հենց հիմա պիտի ստորագրի, Զելենսկին չի ստորագրել։ Ակնհայտ է, որ Զելենսկին չի էլ ստորագրելու այդ փաստաթուղթը, մինչև ինքը չստանա Ամերիկայից երաշխիքներ, որոնք գրված կլինեն այն փաստաթղթում, որը որ Թրամփը առաջարկում է ստորագրել Զելենսկու եւ Պուտինի միջեւ։ Այսինքն պահանջը Ուկրաինայի հետեւյալն է։ Այնինչ խոսքերի վրա Թրամփը ասում է հակտամ հալավա հացենտրա, իրանք սա ամբողջ աշխարհը արդեն գիտի, որ Թրամփի ասածը որ це հիմք չի եւ չպետք է հիմք լինի, մինչեւ դա թղթին չի տրվում, առավել ևս որ ինքը սիրում է ստորագրել այդ փաստաթղթերը, Զելենսկի դիրքորոշումը մեծ հավանականությամբ պահանջն է, որ ինչ եմ ասում մեծ հավանականությամբ պահանջն է, որտեղ ձևակերպված է որպես խնդրանք, բայց պահանջն է այն ամենը ինչը խոսքերի վրա ասվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Ուկրաինային այդ խաղաղության ճակերտավոր խաղաղությունից հետո այդ անջ պետք է տրվի թղթին։ Սրան պատրաստ չի գնալ Թրամփ ակնհայտորեն, որովհետև Թրամփի համար համաշխարհային մոդելը կառավարման դա իդեալականացված Պուտինի ոճի մեջ բանն է, որ ինքը չգիտեմ, ինքը ընդեղ նստած Ամերիկայում, Պուտինը ստեղ եւ ամեն մեկը ունի իր սեփական ազդեցության գոտի եւ իրանք երկուսին էլ, այս երկուսին, որոնք որ նստած են, Եվրոպան խանգարում է եւ իրենց հիմնական նպատակը հակաեվրոպական եւ ոչ միայն տարածքային, չնայած տարածքային էլ, հա։ Մենք երեք ընկերոջս հետ զրուցում էինք, ես բանի հարց ասում եմ, դե Եվրոպան բան, ասում եմ, լսի, խնդիրը հետեւյալն է, Եվրոպան ոչ մեկ չի մոռացել եւ չի մոռանալու երբեք, որ Թրամփը ասաց, ես Գրենլանդիան պետք է գրավեմ։ Գրենլանդիան Եվրոպայի մի մաս է։ Հիմա ինքը ունի հատուկ կարգավիճակ, ինքը Դանիայի տարածք է, ինքը կարա ձգտի անկախության, ինքը կարա չձգտի անկախության, բայց դա բացառապես Դանիայի ներքին գործն է եւ ոչ մեկ չպետք է խառնվի դրան։ Առավել եւս Վենսը, որը գնում է Գրենլանդիա եւ ասում է մենք ամեն ինչ կանենք, որ դուք անկախանաք, մենք ձեզ կօգնենք, այսինքն Իրան պահում է այնպես, ինչպես կարելի էր պատկերացնել Ամերիկան Իրան պահում ասել, չինա 60-ականների սկզբին կոլոնիալ Աֆրիկա։ Ասել գնալ Անգոլա եւ ասել, որ Սալազարը սրիկա է եւ եկեք դուք անկախացեք, հետո քաշվել գրախ։ Դե 60-ականներին ԱՄՆ-ն արել է այդպես բան։ Սովետականությունը եւ ԱՄՆ-ն են արել այդպես։ Ես դա վերջում ավելացրեցի, միասին էին անում, որպեսզի լինի։ Օրինակ դա համատեղ ջանքերով գաղութային տերությունները քանդելու ծրագիր։ Այո, մենք որ Իսրայելի մասին ծրագիր էինք անում 56 թվականի Սուեզի բանը ջրանցքը վերցնելու Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իսրայելի համատեղ օպերացիան,
ԱՄՆ-ի սովետական միության կողմից ճանաչվեց ագրեսիա եւ բան եւ պահանջներ դրվեցին այս րոպեից դուրս եկեք բոլորս հենց այն պատճառով որ հին կայսրությունները Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 56 թվականին իրանք դեռ կայսրություններ էին այնտեղ մենակ Հնդկաստաններ առանցնացը բոլոր մնացած այդ կոլոնիալ տարածքները դեռևս իրանցն էին իրանք ստանում էին ահռելի առավելություն, իրանք ստանում էին այն վիճակը, որը կար մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, այսինքն Յալտայի բանը փակում էին։ Շատերը այդ օպերացիայի կարևորությունը չեն հասկանում։ Յալտան ջնջվում էր դրանով, որովհետև Ֆրանսիան եւ Անգլիան ստանում էին Սուեզը, ստանում էին միջերկրական ծովից դեպի Հնդկական օվկիանոս, ասենք 18 ժամում դուրս գալու հնարավորություն եւ հետեւաբար պահում էին հնդկական եւ չինական այդ տարածքներն ու պայմանական այդ տարածքները։ Այսինքն այն պարտավորությունը, որ վերցրել էր Բրիտանիան ինքնալուծարվելու որպես կայսրություն, չէր կատարվում։ Ընդ որում ինքնաբերաբար չէր կատարում։ Ոչ թե հատուկ որոշում էր կայացնում, որ չկատարել։ Հանգամանքների բերումով։ Արհեստականորեն ստեղծված հանգամանքների բերումով։ Սա ԱՄՆ-ի եւ Սովետական միության, հիմա Սովետական միություն չկա եւ ԱՄՆ-ն փորձում է շարունակել այդ America First ծրագիրը միայնակ։ Միևնույն ժամանակ փորձելով իր դաշտ նորից բերել Ռուսաստան, որովհետեւ դա անհրաժեշտություն է։ Մի ձեռով ծափ չես տալի, մի ծաղկով գարուն չի գա եւ տարբեր անիմաստ ասացվածքներ կան բոլոր լեզուներով։ Հիմա այս մեռած բանը լեշը գետնի տակից հանում է փդող բան Ռուսաստանի, որ ինքը նորից այդ ամեն ինչը կառուցի, այնպես ինչպես ինքը պատկերացնում է։ Շատ հետաքրքիր վերլուծություն կար Ամերիկայի մասին, թե ինչպես է Թրամփ պատկերացնում եւ նկարագրությունը դա 50-ական թվականների Ամերիկան է, որտեղ որ մեծ հաշվով կրթություն չունեցող, բայց ինչ որ ֆերմաներից դեպի քաղաք եկած բան, townhouse-ներ են ստանում, American Dream-ն է, ինքը սպիտակ է, իր կինը սպիտակ է, իր երեխեքը սպիտակ են, այսինքն ոչ մի մաշկի տարբեր գույն չկա, բոլորը լսում են այն ինչ ասում է կենտրոնական բանը, որտեղ իրանք աշխատանք ունեն, իրանք աշխատում են գործարանում, իրանք կրթություն չունեն, բայց ունեն եկամուտ, բանկերը իրանք տալիս են վարկ եւ այդ ամեն ինչը ապրում է։ Այս ամբողջ 50-ական եւ մինչեւ 60-ականների սկիզբ այս գործընթացը, որը որ American Dream-ի ամենամեծ տենց բանն էր, հա, տենց ինչ ասեմ, ամենապայծառ կետն էր, որտեղ դրանից հետո սկսեց Վիետնամը։ Էսա Թրամփը ուզում վերականգնի եւ քանի որ ինքը արդեն դեմենցիայի մեջ է, իրան թվում է որ դա վերականգնելի է։ Ոչինչ չի կարողանում։ Այդ տարիների Ամերիկայի գերաճը պայմանավորված էր իհարկե նրանով, որ երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպան, այսինքն նախկին լիդերները աշխարհի քանդված էր եւ պատերազմի հետևանքներից դեռևս չէր դուրս եկել։ Բայց հետաքրքիր է Կարեն ջան, որ այն ժամանակ Ամերիկան այդ վիճակին հասնելու համար ահռելի ծախսեր արեց։ Իր տարածքից դուրս նկատի ունեն։ Այսինքն Մարշալի պլան, դեօկուպացիան երկրների, նոր երկրներին օգնությունը, ապագաուտացված, այսինքն soft power-ի գաղափարը ծերտորեն կապված է այդ ծաղկման հետ։ Ինքը այդ ծաղկում ուզում է, soft power-ը չի ուզում։ Դա ակնհայտ է, որովհետև ես ասում եմ ինքը բան։ Ասենք բան է, էլի այդտեղ լուրջ խնդիր կա։ Բայց ինքը կրթություն չունի, որ օրինակ բանի իրանց Ֆեդրեզերվի ներկայացուցիչները կամ տնտեսագիտական ինչ որ ամբիոններից, ֆակուլտետներից որ հրավիրում են հյուրեր, իրանք ասում են մենք ցավում ենք, բայց այս ադմինիստրացիայի մեջ մարդ չկա ով տնտեսություն իմանա, այսինքն այդ երկու իրադարձությունը Պենսիլվանիայի համալսարանը ավարտել, ինքը Ivy League լուրջ համալսարան է քեզ ասեմ։ Ով Թրամփը։ Պարոն Թրամփը երբ ավարտել Արմունջան։ Ես խիստ կասկածում եմ, որ երբ որ ես դու ծնված չենք եղել, ես դու հաստատ ծնված չենք եղել։ Ես խիստ կասկածում եմ, որ երբ որ ինքը ավարտել է, այնտեղ հələ դասավանդել են, որ բան են, ասենք սպիտակները ու սևերը նույն ավտոբուսում պետքա չքշեն։ Նյուանս կա էլի, որ դու կրթությունը պետք է շարունակես։ Դրանից հետո ինքը հաջողացրել է 5 հատ կազինո տակ տալ իր տնտեսագիտության մասին տեղեկությունները դրանով կարելի է սահմանափակել։ Խնդիրը նրանում է, որ այս ամբողջ պրոբլեմների շարքը, որը Թրամփը ստեղծում է, իրանք միգուցե այսքան պրոբլեմ չլինեին, եթե սա չլիներ 21-րդ դարի առաջի քառորդը։
ավարտած վիճակում, հա։ Եթե սա լիներ 50-ական թվականները, որտեղ խնդիրների հիմնական մասը առաջանում են տեղեկատվական հոսքերի, sense ինչ-որ վարկյանական տեղափոխումը, այսինքն տեղեկատվությունը Ամերիկայից որպեսզի հասնի Հայաստան գրեթե բան չի տևում։ Միացնում ես ու դու գիտես CNN-ով ինչ են խոսում։ Այսինքն Ամերիկայի ներսում դա ֆանտաստիկ արագություն է, այնց ինչ-որ այնտեղ կարող է դուրը տել են պատմեն։ Դրա համար այնինչ հասարակությունը ընդունում ապօրինի, դա ապօրինի է։ Հիմա այն ինչից մենք սկսեցինք Ուկրաինայի հանդեպ Տրամպի վերաբերմունքը առաջացնում էր բողոք ամերիկյան հասարակության այն մասի մոտ, որը անմիջականորեն եւ ամբողջությամբ Ուկրաինայի կողմներ Բայդենի ադմինիստրացիայի ընթացքում։ Դա սկզբից։ Հիմա Տրամպի կատարած սխալ քայլերի հիշեցնեմ, որ ասենք, չգիտեմ, եթե կարիք կա կարող եք ուղղակի բան անել, ամերիկյան ԶԼՄ-ները նայել, իր հարցումներով, նույնիսկ Fox News-ի, այսինքն տենց են որ գեր հանրապետական բաներով, ինքը բանի մեջ underwater, այսինքն ջրի տակ, ինքը չունի որևէ կետ իր անձնական վարկանիշի, իր վարած քաղաքականության յուրաքանչյուր առանձին վերցրած դրվագով գոյություն չունի մի կետ, որտեղ իրան աջակցողների թիվը անցնում է հարցվողների կեսը։ Այսինքն ինքը բոլոր ցուցիչներով ավելի ցածր վարկանիշ ունի հիմա, քան հավաքելաձայն ընտրությունների ժամանակ։ Բոլոր նահանգներում իսկ տեղեր կան, որ օրինակ արդյոք համարում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան կարող է չկատարել դատարանների որոշումը, 89%-ը ասում են, որ համաձայն չեն, այսինքն 89%-ը պնդում է, որ Տրամպը պարտավոր է կատարել դատարանների որոշումները։ Այդ թվում նաև պահպանողականները, որովհետև միանշանակ իրավա օրենք հարգող ժողովուրդը դա պահպանողական ընտրողներն են։ Որտեղ դա իրանց ինքն է, դա կենսաձև է, իրանց համար օրենքը դա կենսաձև է։ Իրանք այդպես ապրում են, իրանք այդպես շնչում են։ Եվ հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով նորից նայում ենք նրան, թե ինչը Տրամպը առաջարկում Ուկրաինային։ Եթե սրանք գումարում ենք այն փաստը, որ Տրամպի նշանակած Պենտագոնի ղեկավարը բազմաթիվ արդեն երրորդ սկանդալի մեջ է հայտնվում, գաղտնի տվյալները տարբեր անձնական հեռախոսներով տեղափոխելու, բանանելու, որ ինքը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվի իր գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, այսինքն ինչ-որ պատվավոր մարդկանց, պատվավոր գեներալների, ադմիրալների կոնֆլիկտներ է սարքում, մասուտ ես խոսում, ես քեզ տանելու եմ պոլիգրաֆ հանձնեմ, պոլիգրաֆով ստուգեմ բան, ինչ անում որ ինքն է լրագրողը, սրանք ադմիրալ են, սրանք կապ չունեն, էլի, ասենք իրանք սաղքյանք այդ գաղտնիքի մեջ են ապրել, այս կյադենա որ սիգնալով կնգահետ է խոսում այդ ռազմական բաները։ Այս ամբողջ ծավալը հասանելի է հասարակությանը Ամերիկայի, բարես բուն իմաստով վարկյանական։ Որ երրորդ, սա երկրորդ շաբաթն է, որ ինձ թվում է այսօր Կիրակի օր է, այսօր էլ կլինեն այդ բողոքի ակցիաները, այդ որ բոլոր քաղաքներում դուրս են գալիս եւ պահանջում են, որտեղ դա որոշվել է այնքան տևի, ես չգիտեմ ինչքան, մինչեւ ինչ Տրամպը հրաժարական տա, չգիտեմ ինչ պետք է լինի, բայց այս բողոքները չեն դադարում։ Եվ Տրամպի առաջարկը Ուկրաինային Ամերիկայում գնահատվում է բացասական, դեռ հարցումներում կա արդյոք օժանդակում եք Տրամպին Ուկրաինայի հետ հարաբերությունների վարածմանը, ոչ, որ sense ոչ 60%-ը։ Տրամպի առաջարկը նույն ԱՄՆ-ում համարվում է անընդունելի։ Հիմա մանրամասն երևի թե կարճ ասենք ինչա ինքը ուզում, քանի որ Վիտկոֆն է բացառապես գնում այդ իր բանն է, ոնց որ ինչ ասեմ, անշարժ գույքի գործակալ հաջողակ դալալ, շատ հաջողակ դալալ։ Հա, դալալ։ Ինքը այդ չգիտես ինչի Տրամպը համարում է, բացի նրանից որ Տրամպն է համարում, մեծ հավանականությամբ Պուտինը իր այն ինչ կոչվում է Տրամպի հոգի, դրա նուրբ բաների վրա խաղացել է ու ասել է որ ես իր հետ կխոսեմ, որովհետև մինչև այդ Քելոգը, որը գեներալ էր նախկինում պրոուկրաինական բան, բոլորի վրա բլոկ է դրել Պուտինը, ասել է իրանց հետ չեմ հանդիպելու։ Հանդիպում մենակ սրա հետ։ Եվ շատ հետաքրքիր է, երբ Պուտինը գալիս է հանդիպման, այս կադրերը տարածեցին ինքն է, իր հետ Ուշակովն է, Գլուշակովն է, ես այն մեկն եմ, որ իր կաշիլոկն է համարվում։ Բան ու այդ խեղճուկ կրած
դալալն է գալի, որը սաղկյանք բանա ծախի, ասենք գարաժա ծախի, որտեվ ինքը նենց չի էլի, որ ինչ-որ մի վայ գիտես մի եսիմ տենց Նյու Յորքի կեսը ծախելա կամ չգիտեմ բնիկներից առելա ծախելա հոլանդացիքին դրա վրա լիքը փողաբռնե Wall Street-ն է իմն չէ, գարաժա ծախի Ֆլորիդայում էլի, Տրամպի ինգեր ինչ պետք է լինի, հիշացնում Տրամպի ամենապայծառ բանը է նա, որ ինքը 5 կազինո տակ է տվել, այսինքն այդ մարդը ոչ մի բիզնես չի իրական, մեր բանի պես է էլ են մի հատ տես նախարար ունենք, որ հիմա բրասլետով է ոտի վրա ման գալու, այն որ որտեղ մտավ սաղ տակ տվեց, բայց հետո Նիկոլա ասեց բիզնեսից մարդ են բերել էկոնոմիկայի նախարար, այտենց էլ ոնց բերեց նույն օրն է, այսինքն շատ դասական օրինակ է, հիմա մեզ մոտ կա իրավիճակ, որ Տրամպը առաջարկում է Ուիտկոֆը, Պուտինին հավատալով, Պուտինին մեծարելով, որտեվ Ուիտկոֆն էլ քանի որ դալալ է, ինքը իրականում փող ունեցող սովոր է, որ տեսնում է մարդու ձեռը փող կա, մարդը ուժ ունի, գարաժ ծախող է, ինքը տենց պետք է խոնարհվի ամեն ինչ անի, որ այս մարդուն բավարարի, բան, իրանք նայում են, տեսնում որ սրա ձեռը փող կա, հիմա այս փող ունեցող կլիենտին իրանք մի ձև պետք է ծախեն իրանց կարծիքով անհեռանկար մի սեփականություն, Ուկրաինա, տարածք, սեփական տարածքը, այս տարածքը ինքը պետք է մի ձև յուրացնի, որտեվ իր վրա նստում է ծախս, իրան ըստ Տրամպի ադմինիստրացիայի միևնույն է, թե ինքը ոնց կսաղցնի, ում վրա կսաղցնի, բայց հիմա մեկը կա, որ ասում անգեր, եթե ին վրա սաղցնես, ես քեզ բան կանեմ, ուրիշ բոնուսներ կտամ, օրինակ ես նավթ կանենք իրար հետ, բան կանենք, այսինքն նոր բիզնես առաջարկում, քթել են թույլ բանը, դրա համար Տրամպը զրո էմպաթիա ունի Ուկրաինայի նկատմամբ եւ ուզում է օր առաջ ցանկալի է մինչեւ իր 100 օրը լռանալը այս թուղթը ստորագրել տա թե հետո ինչ կլինի էական չի ինքը համաձայնվել է ամբողջությամբ Պուտինի առաջարկին բացի մանր բաներ վստահ եմ որ բացի մարզերը որը աբսուրդ է վերտալ ռուսներին այսինքն այն մարզերը որ նույնիսկ իրանք չեն գրավել դեռ վստահ եմ որ վերջում դա Պուտինն էլ ասե որ այդ ինձ պետք չի ասեմ ինչու որովհետև ես նայում եմ նաև ռուսական այդ Z կանալները բաները եւ ոչ միայն Z այլ նաև ինչ որ քիչ թե շատ օրինակ հիմիկվա պաշտպանության նախարարի Ռուսաստանի Բելաուսովի եղբայրը այդ մի հատ կենտրոն կա որը ռազմավարական հետազոտություններ անում եւ բանը անում այսպես կոչված ՑՄԱԿ որը որ ցույց է տալիս այս արդեն իսկ գրաված տարածքների վերականգնումը անհնար է իրականացնել Ռուսաստանի այսօրվա բյուջեով ուղղակի անհնար է իրականացնել, այսինքն իրանք այսպես մնալու են։ Այո, դու որ ասում անհնար է հիմա, то есть նշանակում հնարավոր չի։ Մարդը, որը եղել է ռուսական գյուղերում, ես եղել եմ։ Հստակ գիտի, որ մոտավորապես 45 թվին համարյա ոնց գերմանացին թողե գնացել է, մի քիչ, ասենք, ինչ որ երկու հատ վառած խրճիթ թանել են, ինչ որ բան։ Նույն ձևը, այսինքն չի ներդրվելու գյուղերի, այդ փոքր տեղերի, պարզապես դրանով չի զբաղվելու։ Ինքը զինվելու է Սովետ 2, զինվելու է եւ զինվելու է։ Ուրիշ ոչ մի բան։ Պատրաստվելու է նոր հարձակման, ոչ թե ուկրաինացիների հարձակման, այլ պատրաստվելու է ինքը հարձակվի։ Ակնհայտ բան է, որ եվրոպացիները դա այնքան հստակ են պատկերացնում, ոնց որ ցերեկ այսա արևը մայր կմտնի եւ կլինի գիշեր էլի այդ ակնհայտ տեսնում որ ինչա ուզում Պուտինը կներես այո չէ նորմալ է ես ուղղակի արդեն բան եմ ես ուզում եմ սահմանափակեմ դրանով այդ քեզ ասացի ավելացնեմ որ իրանց պաշտոնական տվյալներով մինչև 2015 թվական իրանք տվյալները հրապարակում էին ավելի քան 40000 բնակավայր դադարել է գոյություն ունենալուց 99 թվականից հա որոնց թվում 9000 քաղաք ավելի քան 25000 բնակավայրում 15 թվականին ինչ որ մնում էր բնակիչ ոչ ավելի քան 3 շունչ այսինքն դա համարվում է ոչ թե մեռնող այլ մեռած որոնց միջին տարիքը 60-ից ավել էր այսինքն իրանք նաև շանս չունեին վերարտադրվելու սա այն պատկերն է որ Արմենիա ասացին կարամ ավելացնեմ որ ասենք իրանք ուղակի այդ բանից դուրս խոշոր մետրոպոլիաներից դուրս չկան ինչի է համաձայնվել Տրամպը Պուտինի առաջարկին ասեցինք առաջարկում ինչը ամենակարևոր կետը
որը մեծ հաշվով Տրամպը ասում է, որ օքեյ է, եւ դա Պուտինի միակ ցանկությունն է, Ղրիմը։ Զելենսկին ասում է չէ, ակնհայտ է, Եվրոպան ասում է չէ, որովհետեւ դա ավտոմատ կնշանակի, որ Սև ծովը դառնում է ոչ թե եվրոպական ծով, այլ ռուսական, որովհետեւ Ղրիմը ռազմավարական կետ է զբաղեցնում, ինքը Սև ծովը վերահսկող։ Մեծ հաշվով Ուկրաինան, եթե Ղրիմի բանը շարունակում է, Սև ծովը Բալթյան ծովի պես եւս դառնում է ՆԱՏՕ-ի ներքին ծով, Արևմուտքի ներքին ծով։ Եթե չէ, Սև ծովը վերածվում է խնդրեմ։ Հիմա որտեղ է թակարդը։ Եթե ասում է, որ ես կճանաչեմ, դու մի ճանաչի։ Եթե Զելենսկին այդ թղթի տակ ստորագրում է, ինքը ավտոմատ ստորագրում է մի թղթի տակ, որում գրած է, որ Ուկրաինայի նախագահան Ուկրաինայի տարածքի ինչ որ մի մասի սուվերենության Ուկրաինայի սուվերենության դադարեցման տակ է ստորագրում։ Կապ չունի դա Ամերիկան է, Անգոլան է, թե այն պինգվինների կղզիներն են։ Կապ չունի ով է ճանաչում Ղրիմը Ուկրաինայի տարածքից դուրս։ Եթե Ուկրաինայի նախագահան սա ստորագրում է, սա ավտոմատ դառնում է, որ Ուկրաինան համաձայն է, որ իր այս տարածքը իրանը չի։ Ուրիշ հաշվարկել կա, եւ ասենք մի որոշ ժամանակ հետո ասենք ինչ որ ղեկավարություն է գալիս Ուկրաինայում, որը ավելի ագրեսիվ է տրամադրված, որոշում է վերադարձնել Ղրիմը, Միացյալ Նահանգները ավտոմատ կերպով, դա նաեւ ինչ է անում Տրամպը, կարևոր չի ով է լինելու նախագահ, ինչ կուսակցությունից իր համար ըստ օրենքի դա հարձակում է Ուկրաինայի Ռուսաստանի սուվերեն տարածքի վրա։ Այսինքն ինքը բացառում է, ուզում է բացառի Ամերիկայի մասնակցությունը Ուկրաինայի օգտին, ոչ միայն այսօր, այլև վաղը չէ միսօրը եւ վաղը չէ միսօրը չէ միսօրը։ Այդպեսի երաշխիք տալ Պուտինին դա ֆենոմենալ բան է։ Այստեղ ուրիշ հարց էլ կա։ Եվրոպան բացի գեոպոլիտիկայից բան է, Հելսինկյան ակտ կա։ Հելսինկյան ակտը հավերժ փաստաթուղթ չի, ինքը կարող է փոխվի, բայց դրա համար Եվրոպան ակնարկում է, որ եկեք հավաքվենք նույն կազմով, այսինքն ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, ըստ որում Եվրամիություն չէ, լայն իմաստով Եվրոպա, Ռուսաստան, բոլորս հավաքվենք, Ինչած այդտեղ Հայաստանն է պետք է լինի, որովհետև սովետական միության փլուզումից հետո ինքը 15 նորանկախ պետություններից մեկն է։ Հիմա պետք է ասենք, ինչ որ գուցե ուրիշ կան, այսպես ասենք, տարածքային ամբողջականության սկզբունքը, եթե բացարձակ չի, ուրեմն ինչով է փոխարինում, որ դեպքերում բացարձակ չի։ Բայց եթե դու Հելսինկյան ակտը ոչնչացնում ես, տեղը ոչինչ չես ընդունում, դա նույն բանն է, որպեսի այ հիմա մենք սահմանադրության կռիվ ենք անում, բանանի, չէ, դնի հրամ։ Հին սահմանադրությունը չեղարկում ես, նորը սահմանադրություն չես ընդունում։ Ասենք, երկիր պատկերացնում ես, չէ, մի տարածություն չի կվերածվի, ով, ինչ, ոնց, ով է ղեկավարում ես երկիրը, որ իրավունքով, այս մարդուն խփեցին, ով է դատելու իրան, բա դատավորով է, ինչ իրավունքով կարող դատի ինչ որ մեկին, հասկանաս։ Ամբողջ կարգը համաշխարհային Եվրոպայի տարածքում ինքը կփլուզվի, որովհետև Ղրիմը դա նույնիսկ սեպարատիզմ չի, այդ թող որ համատում են Արցախի հետ, ուզում ես մի բան կոշիկը թանես տաս գլխների, որովհետև այնտեղ սեպարատիզմ չի, այնտեղ եղել է միշտ ռեգիոնալիզմ, ռուսական զորքը մտել է եւ անջատել է։ Այսինքն դա ռազմական ճանապարհով իրեն անջատել են Ուկրաինայից։ Դրա հետ համակերպվել ոչ ոք չի կարող երբեք։ Կամ նորից եմ ասում, պետք է նոր ակտ Հելսինկիում չէ, չգիտեմ, Օսլոյում հավաքվեն, հա, լինի Օսլոյի ակտ։ Մի բան պետք է լինի դրա փոխարեն։ Եվրոպան դա չի համաձայնվի, որովհետև դա հնարավորություն է տալու։ Օրինակ, մարդիկ չգիտեն, Ռուսաստանը եւ Էստոնիա իրար հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ Օրինակի համար։ Իսկ Էստոնիան շատ կարևոր երկիր է, ինքը ՆԱՏՕ-ի անդամ է եւ Եվրամիության անդամ։ Դա կարող է առիթ հանդիսանալ, ստիպել ՆԱՏՕ-ի երկրներին կիրառել կամ չկիրառել երկպեղծության, ասենք, այլընտրանքի առաջ կանգնել։ Կիրառել 5-րդ կետը, թե չկիրառել, այսինքն Ռուսաստանը կարող է պրովոկացիոն, եթե մի անգամ իրեն թույլ տվեցին։ Հիտլերը ըստ Մյունխենյան պակտի
ինքը պետք է վերցներ Սուդետը եւ Չեխոսլովակիան հանգիստ թողներ։ Այո։ Սուդետը ասում են, դու Սուդետում 90% թե ինչքան շատ բարձր տոկոս գերմանացիներ էին ապրում։ Ավելին ասեմ, օբյեկտիվորեն Սուդետը դարել էր խոց Չեխոսլովակիա պետության վրա, որովհետեւ նացիոնալ սոցիալիստական կուսակցությունը Սուդետում հենց գերմանական նացիստական կուսակցության տեղական ֆիլիալը։ Այնքան շատ ձայներ էր ստանում, որ Չեխոսլովակիան պարլամենտում արդեն դեր էր խաղում գերմանացի նացիստները։ Այսինքն դա լրիվ օտար մարմին էր։ Բայց այդ լուծումը, որ Հիտլերին իբր հավատացին, վերեց նրան, որ Չեխոսլովակիան էլ ոչնչացավ, Չեխիան դարձավ պրոտեկտորատ, Սլովակիան իբր անկախ պետություն, որը բացի Գերմանիայից եւ իր դաշնակիցներից իհարկե ոչ ոք չէր ճանաչում աշխարհում։ Սա բանն է, եւ ակնհայտ է, որ չի բավարարվել Ռուսաստանը։ Դու իրեն ցույց տու, որ Հելսինկյան ակտ չկա, ու քաշվի մի կողմ։ Ինչը ես քո հետ լրիվ համաձայն եմ, գիտակցաբար ամերիկյան այդ էլիտայի այն մասը, որը աջակցում է Տրամպին, գիտակցաբար գնում է, որովհետև իրենց համար Եվրոպան առաջին հերթին հեշտ է մեկուսանալ, իզոլացվել, երբ որ դու չունես մրցակիցներ։ Իսկ գլոբալացող աշխարհում Եվրոպական միությունը իր առելի շուկայով, իր տեխնոլոգիական զարգացմամբ, իր պոտենցիալով դեմոգրաֆիկ, իր եվրոյով դա շատ մեծ վտանգ է։ Դու այդ պայմաններում չես կարող մեկուսանալ։ Դրա համար իրենք որոշել են Ռուսաստանին սարքել հակաեվրոպա, այսինքն ինքը արդեն հակաեվրոպա է, լարել, սրել ու քաշվել մի կողմ, որ տասնամյակներով եվրոպացիները ապրեն այդ խնդրի ներքո։ Սա ես համոզված եմ, որ Տրամպի գիծն է, որը նույնիսկ ամերիկյան էլիտայի մեծ մասը չի կիսում։ Այսինքն, բայց փաստ է, որ օրինական ճանապարհով մարդը դարձել է նախագահ, եւ սա մեծ պատահում է։ Դա ես ասել եմ, որ ամուսնության մեջ հիմա ընտանիքը ինչքան էլ մենք բարձր են գնահատում, բան հիմա այնքան է լինում, որ անհաջող է ստացվում, ինչ-որ բան է, ինչ-որ կողմ, ասենք, ամուսինը չգիտեմ, բացարձակ դեգեներատ է, չգիտեմ, թմրամոլ, չգիտեմ, խաղացող։ Պրոբլեմը գիտես որն է այս դեպքում։ Այս դեպքում պրոբլեմը գիտես որն է։ Ոնց էր ասում մի հատ պատահաբար ամուսնացել են, համոզվել են, որ դեգեներատ է, ուղղակի դեգեներատ է, abuser-ը ու դեգեներատ։ Բաժանվել են թղթով, 4 տարի անցել է, նորից ամուսնացել են, ու հիմա ասում են, վայ, ես ինչ եղավ։ Հիմա հարցը ստեղ հետևյալն է, դեգեներատնով է։ Այդպես բաներ կա։ Ուրեմն այստեղ մի բան էլ հետաքրքիր ասեմ, Տրամպը որպեսզի հասկանանք թե ում հետ գործ ունենք ու անցնենք առաջ։ Ամերիկայում կա այսպես կոչված ուրեմն տարեկան հավաք, սպիտակ տան կից ոնց են ասում, գրանցված, հա, ոնց են ասում, արտոնագրված։ Հավատարմագրված, հիշեցի այդ բառը։ Հավատարմագրված սպիտակ տան հավատարմագրված լրագրողները եւ խոշոր ԶԼՄ-ները տարի մեկ հավաքվում են, դե կոնֆերանսա, ելույթներ, որպես կանոն հումոր, անպայման կանչում են մի հատ շատ հայտնի հումորիստի կամ բանի էլի ստենդափ կոմիկի եւ այլն։ Իհարկե այդ մի մասը նախագահի հետ համաձայնվեցվում է, որպեսզի վիրավորանքի բան սահմանաճանցնի։ Հա, գալիս է, բոլորը ծիծաղում են, ինքը կարող է ծաղրել ու ուզում է, այդ թվում նաեւ նախագահին, նախագահն էլ փորձում է եւ լուրջ եւ իսալուրջ պատասխանել, դա տասնամյակներ է տևում։ Այսինքն այդ ավանդույթը բավական արդեն հին է։ Կա կադրեր Ռեյգանի ռեակցիան, իր հումորները եւ պատասխանը, թե իր վրա ինչեր են բանը։ Կա, ես մենակ հարապետականներին եմ ասում, Բուշ ավակ, Բուշ կրծեր, բնականաբար այդ Օբամա, Կլինտոն, բոլորը, Բայդեն եւ այլն։ Ըստ որում որոշ ելույթներ կոմիկների պարզապես շեդեբրալ են, դա պատմության մեջ մտած բաներ են։ Հա, եւ այս տարի ինքը հրաժարվել է գնալ։ Հավաքվել է առանց իրա։ Լուրջ ես ասում։ Իհարկե, որը մեղադրում է, որ ձախերը եւ բաները, խելագարները ասում է, խոսքի ազատության դեմ են,
իր մասկերով բաներով, չէ, փաստորեն ինքը հրաժարվել է գնալ առաջին անգամ վերջին առնվազն 45 տարվա մեջ։ Առաջին անգամ, որովհետև ինքը այնքան խնդիրներ ունի հոգեբանական եւ իրականում խոսքի ազատության հետ էլ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ռեյգանը ուներ, Բուշ ավագը ուներ, Բուշ կրտսերը ուներ, Կլինտոնը ուներ, Օբաման ուներ, Բայդենը ուներ, ինքը չունի։ Ինքը այդ թեմայով չի։ Եվ ես ասում եմ, այսպեսի հոգեբանական տրավմաներ ունեցող մարդ, տարօրինակ, ես ամերիկյան պատմությունը որքան ուսումնասիրել եմ, այդպեսի երկրորդը չի եղել։ Կարող է եղել է, բայց դժվար կարող է երրորդ դասարան չի գնացել, իրան կամ այնտեղ բուժել են, կամ այնտեղից ասել են դու հանրային դաշտում պետքա չլինես տղա ջան։ Այս բավականին լուրջ կիքս էր։ Շատ։ Իսկ այն ապուշին բերեին, այն որ պուերտորիկացիների վրա կայֆեր էր բռնում բան։ Այդ դրան բերեին, դա խոսար, ասենք, ինքը բավական պրո հանրապետական ոնց հասկանում։ Չէ, այնտեղ խնդիրը ուրիշ արմ, ես կոյտ համաձայնում եմ, երևի առանցին խոսակցության թեմա է, հոգեկան խանգարումները մեծ քաղաքականության մեջ, հա։ Սա երևի թե սրան առանձին կարելի է անդրադառնալ։ Ինձ համար հոգեկան հիվանդ չի, տարբերություն մասկի, որը լուրջ խնդիրներ ունի, ինձ թվում է ինքը հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդ է, հոգեբանական, այսինքն տրավմատիկ եւ խեղված անհատականություն։ Հա, հասկացա ինչ ես ասում, այսինքն այնի օբյեկտիվ հիվանդ է, այս ձեռքբերովի բարդությունների հետևանք է։ Հա, հասկացա։ Այսինքն եթե ինքը մարդ խփի, իրան կդատ են հասնում։ Հա, ես դա նկատի ունեմ, էլի։ Մասկը կարող է պլստա, բայց ինքը կդատվի հասնում։ Ուրեմն անցնենք երկրորդ կարևոր թեմային, Հնդկաստան, Պակիստան, էլի սարսափելի տերորիստական ակտ, ասենք որ Ջամու Կաշմիրը անկախության պահից Հնդկաստանի եւ Պակիստան պետությունների ձևավորման պահից դա կրվախնձոր է, որ Ջամու եւ Կաշմիր տարածքը, որը ունի ինքնավարություն, պարլամենտ եւ այլն, բայց նահանգի կարգավիճակ չունի, որտեղ նահանգները ավելի մեծ ինքնություն ունեն, իսկ Պակիստանը չի ճանաչում, այնտեղ անդադ բան է, ոնց է, սահմանային գիծ է, ֆրոնտիրային, զորքեր, կա հետաքրքիր մի հատ պրոցեդուրա կարող եք տեսնել այդ հնդիկ եւ պակիստանցի սահմանապահները կան տասնամյակներով հղկված ծեսեր արդեն, որոնք մի քիչ կողքից զավեշտալի են, բայց եւ հետաքրքիր են, բայց այդ վերքը կա եւ կաշմիրցիների մեծ մասը մահմեդական է, սունի մահմեդական է, չնայած շիա փոքրամասնություններ կա իրենց մեջ, բայց հիմնականում մահմեդականներ են եւ որպես մահմեդականներ կա մի տուն, ոչ բոլորը, որ ուզում են մահմեդական Պակիստանում ապրեն։ Ինձ դժվար է պատկերացնել մարդու, որը կապ չունի իր հավատը, որը կամավոր կուզեր Պակիստանում ապրել։ Ես չգիտեմ, գուցե դա նախապաշարմունք է, գուցե ինձ քննադատեն ֆոբիայի համար, բայց եթե ինձ ասեն դժոխք բառը 2-3 տեղ կա աշխարհում, բայց ասենք Գազապարզն է, չէ՞։ Հա, Կրասնոդարը, հա։ Հա, լավ, հումորը, բայց բանը Պակիստանը, որը մշտական, կապ չունի այնտեղ կռիվա պատերազմային, չէ՞։ Հա, եւ հիմա այնտեղ կա, եւ տարել են տերորիստական ակտ, համոզված են, որ այստեղ կա չինական հետ, կարող եք ինձ դավադրության տեսության մեջ բանանել, համոզված են, որտեղ Չինաստանը սկսել է տարածվել նաև հարավային Կովկաս է փորձում մտնել, փորձում է բանը Ամերիկայի զիջումներից ազատված տարածքը ուզում է լցնել իրենով, Հնդկաստանը դա համար 1 բանն է, բալանսավորող պատնեշն է Չինաստանի դեմ։ Դրա համար պետք է, որ ինքը իր խնդիրների մեջ խեղդվի։ Այստեղ այդպես սովետականությունն էր անում, շատ երկրներ են այդպես արել։ Հիմա այնքան է սրվել հարաբերությունները, որ արդեն զորք են իսկապես ոչ թե սահմանապահներ, այլ բանակ է մոտեցել երկու կողմից, հրթիռներն են
նշանակեցնում հակառակորդի տարածքը Հնդկաստանը ասել է որ բոլոր Պակիստանի քաղաքացիներին երկրից հրամանով դուրս են հանում արդեն նավատորմն են հանել ջուրը ամենակարևորը Պակիստանը շատ լուրջ խնդիր ունի ջրի եւ փաստորեն ինքը ավելի ցածր է եւ Հնդկաստանի տարածքով է գալիս եւ Հնդկաստանը ասել է որ փակելու է ոչ մի անգամից բայց կամաց փակելու է լուրջ կոնֆլիկտ է եւ շատերը ասում են նույնիսկ պատերազմ կարող է արդեն փակա ջուրը ջուրը արդեն փակա սա շուզերը փակա Առաջին օրը ասին փակելու են, երկրորդ օրը ասին միանգամից մեկ օրում չեն կանելու։ Հիմա երևի փակել են։ Կարող։ Ինդը հիմնական ջուրն է տանում, ինդ գետը, ինդի բոլոր շլուզերը փակեն։ Այդ Փենջաբ կոչվածը 5 գետերի հետ կապված, այն նրանք ավելի փոքր։ Նրանք հələ այտենց մանրից են փակում, բայց ինդը փակել են։ Իսկ դա Պակիստանի հնայի 40%-ը այդ ջրով է, գյուղատնտեսությունից է։ Նստորեն Պակիստանի հետևում գիտենք որ լավագույն իր դաշնակիցները դա Ադրբեջանն է, դա Թուրքիան է, իրենք ամենասերտ դաշնակիցներն են։ Այստեղ ես տեսնում չինական հետքի իհարկե Չինաստանը, չգիտեմ որքան բացահայտ, բայց աջակցություն կցուցաբերի։ Հնդկաստանն նույն մեծ աջակցություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հետաքրքիր չէ որ տարբեր տեղերում օրինակ հայ իսրայելական բաները խաչվում են մեկ-մեկ իրար դեմ են շատ հարցերում բայց կա հարցեր որտեղ Հնդկաստանը ակնհայտ է որ մեր համար շատ կարևոր երկիր է մեզ հիմնական զենք մատակարարող երկիրն է երկիրը որը ծանր պահին մեզ այնպեսի աջակցություն ցուցաբերեց որը շատ կարևոր էր որը չի կարելի թերագնահատել սա է իրավիճակը Կարենը հաստատ չորբաներ բացեմ թողել խոսել հիմնականում ռազմական թեման է որը ես տենց մի քիչ բան սկսեմ Չինաստանի այս թեմայից որը իրականում կարմիր թելով անցնում է եւ ամբողջի պատճառը օվալ կաբինետում տեղակայված բարդույթներով անձնավորությունն է ուրիշ որևէ պատճառ չկա այդ իր տարիֆային պատերազմ մի բան որը բաց թողեցիր դա այնա որ այս գիշեր Չինաստանը Վիետնամին պատկանող կղզի գրավեց Սենթքին գրավեց որ նա եկավ բան դեսանտ իջացրեց Չինաստանը դրոշ բարձրացրեց հայտարարելով որ այդտեղ բան չկա չնայած այդ կղզու վրա սեզոնին այսինքն երբ այդ անձրևի ֆոտորիկների սեզոնն է այդտեղ մարդ չի մնում բայց սեզոնին այդտեղ կան բաներ այդ թվում վիետնամական բանակի ուրեմն բաներ նու ինչ որ ստորաբաժանումների որ Վիետնամը այսօր Միացյալ Նահանգների հետ հոյակապ հարաբերություններ ունի այսինքն Վիետնամը հիմա հանդիսանում է այնտեղ մի քիչ ավելի մեծ է կոալիցիան դա Վիետնամն է դա մյուսը Ֆիլիպիններն ինչով է կարևոր այդ կղզին գտնվում է ինքը կրվախանձոր է Վիետնամի Չինաստանի եւ Ֆիլիպինների միջեւ այդ կղզուց մոտավորապես 20 մղոնի վրա գտնվում է Ֆիլիպինների ամենախոշոր ռազմածովային բազաներից մեկը այսինքն այդ կղզին ինքը Իրանով բան է էլի այտենց ավիակիր է չսուզվող ավիակիր ինչ իսկ հենց հիմա Ֆիլիպինների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ զորավարժություններ են տեղի ունենում եւ ոնց որ թե Ֆիլիպինները ատամ են ցույց տալի ավելի շուտ ակնհայտորեն ԱՄՆ-ն որը ասում է որ ես Չինաստանին ամբողջությամբ կփակեմ թույլ չեմ տա որ ինքը ծովային մեծ տիրություն դառնա սրան ընդդեղից հարավից Ավստրալիան ասում է ես էլ եմ կողմ դրան որովհետեւ Ավստրալիան է ձեռ չի տալու որ Չինաստանը մեծ հաշվով այդ կոնֆլիկտի թեման վերջին ուսումները բանի այդ զորավարժությունները կներեն ծովային գնացին Ավստրալիային ասեք մոտեցել են նույնիսկ ասում են բաներին այն որ լողանում են բան այդ ավստրալիացիները կլոր տարի բան ասեք մոտեցել են տեսանելի են եղել Չինասին տեսանելի են եղել իրենք մտել են Ավստրալիայի էքսկլյուզիվ տնտեսական գոտի եւ այդ գոտուց իրականացրել են հրթիռային փորձարկումներ չինացիները սա հենց դրանից հետո մենք դրա մասին խոսել ենք Ավստրալիան վերանայել է այդ ավելի շուտ
Ավստրալիայի ադմիրալները վերանայել են մոտեցումը միջուկային սուզանավերի եւ ասել են, որ ոնց որ թե Ամերիկան ոչ միայն բանա Տրամպը, այլ նաեւ ինչ որ տորմուզի վրա են, որտեղ էս մի 10 տարիա ոչ բան չեն անում, եկեք մենք վերադառնանք ֆրանսիական պրոյեկտին եւ 3 հատ մեծի փոխարեն ստանանք 12 փոքր ու ստանանք էլի ոչ թե Ամերիկայի պես 10 տարի խոսենք ինչ լավ կլինի որ ունենայինք, այսինքն սա էլ է փաստ։ Մյուսը ինչ տեղի ունեցավ այստեղ Բանդեր Աբասի պայթյունը, որը որ տեղի ունեցել չինական հրթիռային Չինաստանից իրանք բան պերխլորիդ ամոնիում մեծ թվականակ ստացել են, որը որ օգտագործվում է հրթիռային շարժիչների համար, այսինքն մեծ, ասած ահռելի մեծ է, հիմա տեսնում եք 20 ժամա վառվում է, չի հանգում, ինձ թվում է մինչև եթեր գնանք 24 ժամա, չի հանգում, տրաքոցը ահավոր է եղել, 20 կիլոմետր շարավով բնակավայրերը տեղահանվում են, որտեղ ինքը նաև թունավոր է, այս ամբողջը մի շղթային չեմ ասում, դրա տրաքելը տեղի ունեցել մեծ հավանականությամբ այն ինչ կոչվում է բառադիություն, այսինքն պարզավոր նայում ես որտեղ է տրաքի, ակնհայտ է որ կարող է նույնիսկ բանվորները չգիտեն ինչ անդեղ տեղակայված, կարող է ծխեն, կարող է ասենք, չգիտեմ, խորոված անեն դրա կողքը, շիշ քյաբաբ բան, sense բան անեն, որտեղ ինչ որ անկապ տեղակայված է, այն որ դա թաքցվել է դրա համար է այդտեղ ոչ ռազմական բեռերի տարածքում պահվել, դա ուրիշ հարց է, ինչի է Պարսկաստանը դրան գնաց է, բայց այն որ դա բառադիություն է ոչ թե տրաքոց, դա էլ է ակնհայտ, որտեղ բազմաթիվ տասնյակ վիդեոներ եմ նայել, այնտեղ ինչ-որ բան չկա էլի, տպավորություն չկա, որ ինչ-որ հրթիռը աշխատե կամ ինքնաթիռ, չկա տենց բան, դա պայթյունի պահը երևում է, լավ, ամեն դեպքում, սա իր հերթին, ինչով է սա կարևոր, այս Բանդեր Աբասը, ինքը համընկավ մի բանի հետ, Բանդեր Աբասը դա այսպես կոչված հյուսիս-հարավ Իրան, Ադրբեջան, Ռուսաստան սկզբնակետն է, ի տարբերություն Չաբահար Մեղրի բան, Ռումինիա և Եվրամիություն, այդ հնդկական այս մի պրոյեկտի, այս Բանդեր Աբասը ինքը ռուսական ուղղությունն է, որը որ դիտարկվում էր որպես հիմք և դա ռուս-ադրբեջանական բան էր։ Հիմա լավ, այս ընդհանուր կատաղությունը նաև Չինաստանի, ինչից է գալիս, և Չինաստանի խառնվելը ինչից կարա գա։ Թողենք, որ դա պատահականություն է կամ Իսրայելն է խառնվել, էական չի, թողենք այդ մի կողմ, դե ֆակտո ստացվում է, որ Չինաստանի համար շատ վատ պայմաններ էին ստեղծվում։ Համ պատժամիջոցները, տարիֆները, համ Հնդկաստանի աճը, որովհետև պարզ բան ասեմ, iPhone-ը տեղափոխեցին Հնդկաստանում արտադրելու։ Արդեն իսկ 30% iPhone-ների արտադրվում էր Հնդկաստանում և Apple-ը խոսք տվեց, որ մինչև 26 թիվ ինքը 100%-ով Չինաստանից կհանի iPhone-ի արտադրությունը։ Սա նշանակում է ոչ միայն և ոչ բացառապես iPhone, սա նշանակում է, որ Apple-ի տեխնոլոգիական բոլոր լուծումները, իսկ Apple-ը ունի լուծում, որը շատ կարևոր է, Apple ունի սեփական չիպեր, որոնք նաև օգտագործվում են արհեստական բանականության համար։ Եվ հիշեցնեմ, որ Apple-ը աշխարհում ամենամեծ քեշ ունեցող տեխնոլոգիական ընկերությունն է, այսինքն քեշի ծավալ ունեցող տեխնոլոգիական ընկերությունը դա Apple-ն է, որտեղ այդ որ նայում եք բանում ֆոնդային բորսայում, որ 7 տրիլիոն է բանը Microsoft-ը, բան այդ ընդամենը պարտատոմսների գինն է, էլի, որ ասենք կարող քերես 10 միլիարդ չգտնես այնտեղ սեյֆերում պահած։ Apple-ում այդպես չի։ Apple-ը ահռելի տվեր ունի քեշով։ Եվ Apple-ի դուրս գալը դեպի Չինաստան ավտոմատ Չինաստանից դեպի Հնդկաստան ավտոմատ նշանակում է, որ որոշումը կայացված է եւ հետեւից կգնան շատերը։ Շատերը կգնան։ Հիմա նավատորմը, որը վերանորոգվում եւ մոդեռնիզացվել է ֆրանսիացիքի օգտին, ֆրանսիացիքի շնորհիվ Հնդկաստանի դուրս է եկել հրթիռային բան արել, զորավարժություններ արել, ցույց տալով, որ ինքը ծովից կարող է հասնել
Պակիստանի ցանկացած կետին։ Սա ավտոմատ նշանակում է, որ Պակիստանը ունի բավականին լուրջ խնդիր։ Պակիստանը չունի դաշնակից։ Դա փաստ է։ Թուրքիան դաշնակից է, Ադրբեջանը դաշնակից է, բայց վայ այտենց դաշնակիցներին։ Իրանցից ոչ մեկը չի կարող Պակիստանին օգնել։ Պակիստանը ունի դաշնակից Չինաստանը, բայց Չինաստանը կտրականապես դեմ է միջուկային զենքի կիրառման, որտեղ այդ կոնֆլիկտում ինքը պարտվում է իրան միջուկ։ Իր մոնոպոլիան եթե խախտվեց, իր որպես երկիր դերը կընկնում է, բնական։ Այո, հետևաբար հարցը գալու է էլի կանգնի Կարգինյան հերթական պատերազմ, որը գալու է քիթը քթի, բայց նախորդ պատերազմից հետո 99 թվականին որ եղել էր 90 կարճաժամկետ եւ դրանից հետո մեկ անգամ եղել է ընդհարում բանի օթային այդ օթայինի ընդհարման արդյունքում է որ Հնդկաստանը ամբողջությամբ հրաժարվել է Սուներից, Միգերից եւ ընդհանրապես ռուսական աղբից այդ մենք դրանից հետո ենք այդ ռուսական աղբը գնել ցավոք սրտի բայց Հնդկաստանը արդեն հրաժարվել է եւ անցել է Ռաֆալների այսինքն այնտեղ թեման գիտեք որն էր Միրաժը Պարսկաստանում Պարսկաստանում բանում պակիստանական Միրաժը ոչնչացրեց սովետական ինչ-որ մի հատ Mi-21, մի հատ Mi-29 ասում են նաև Սու այսինքն էլի նրանք Միրաժներով էին աշխատում սրանք բան Հնդկաստանը դրանից հետո անցավ ֆրանսիական օդուժի եւ մենք դե ֆակտո հիմա արդեն բավականին երկար ժամանակ գիտենք որ Հնդկաստանը ամբողջությամբ համագործակցում է Եվրոպայի հետ եւ իր սեփական բաները ինչ որ մի երկու սեփական ինչ որ բան ունի ստեղծած մեկը տանկ է մյուսը կորցան չափան բայց դրանք խաղից դուրս են ինքը ասենք միրաժների վրա տանկերով բաներով էս բոֆոսներով այսինքն Հնդկաստանը ամբողջությամբ պատրաստ է պատերազմի եւ Հնդկաստանը ատամա ցույց տալու մեզ համար սրա ինչով է կարևոր եւ ինչով է էական մեզ համար կարևոր է որպեսզի շատ չսրվի բայց նաեւ կարևոր է որ Պակիստանի մի հատ քիթը տրորվի Այս շատ էական է, այսինքն հենց այնպես սա չպետք է դուրս գա։ Ես արմանում որ մենոնք մինչև հիմա չեն զանգահարել, չեն աջակցել մոդին, բայց ամեն դեպքում երևի թե այտենց կարող է ցուցակի մեջ չլինեն, բայց ինքը հետաքրքիր կլինի, եթե Պակիստանի հետ մենք նույնիսկ ինքը մեզ չի ճանաչում, այսինքն այստեղ ազատ ես, կարող ես ասել ինչ ուզում ես, ինչ կա, որևէ մեկը քեզ պրետենզիա չի կարող ներկայացնի Ասեք չի կարող ասի, բա մենք չկա տես երկիր, մենք Պակիստանի համար չկանք, իրանք էլ մեր համար չկան, մենք գոյություն չունենք։ Հանգիստ կարելի ասել, որ մենք կոչ ենք անում ձեր արևմտյան սահմանները ազատագրել աբեկիչներից եւ պատմականորեն ինդը վերադարձնել Հնդկաստանի կամ Բհարատի տարածք, որպեսզի այդպես լինի, որտեղ դե հիմա ձեր հետ կարող եք եթե շատ եք ուզում կծել բրիտանացիքին եւ ասել դա իրենց ռազմավարական սխալներ որ թույլ տվեցին որտեղ եթե երկիր առաջանա whatever ինչ ուզում ես կարաս ասես որտեղ իրոք ասենք ոչ մի բան են ուղղակի այտենց ինչ-որ կամքով ստեղծած երկիր է փորձ իրականում դա փորձ էր հետագայում ստեղծել կոնֆլիկտներ եւ այդ կոնֆլիկտների արբիտրաժի վրա միավորներ աշխատել իսկ հիմնավորումը կրոնական տարբերություններ, որը բացարձակ հիմարություններ, որովհետև բանում Հնդկաստանում բոլոր կրոնները իրար հետ խառը ապրում են։ Այնտեղ ասենք գյուղ առ գյուղ կարա լինի, ասենք չգիտեմ, քրիստոնյա, բուդդիստ, սինտոիստ, շիա, բան, ոչ մեկ չգիտի իրանք։ Ինչ գիտեք դուք Հնդկաստանի կրոնների մասին, բացի Մահոմեդից։ Մահմեդական ավելի շատ կա, քան Թուրքիայում։ Բացարձակ։ Բան չասի։ Բայց ասենք Հասկանում եք մեր համար Հնդկաստանը դա կներեք Կիպլինգն է։ Դուք ուրիշ բան գիտեք Հնդկաստանի մասին։ Չէ, ասենց համընդհանուր էլի։ Նու կարող է մարդիկ նույնիսկ չգիտեն որ դա Հնդկաստանի մասին է որ կամ Կիպլինգը բան է, բայց ամեն դեպքում մենք գիտենք Թաջ Մահալ, գիտենք մենք մի բան էլ ասենք, որ եթե լինի պատերազմ զենքի մատակարարումները մի որոշ ժամանակ ես դրան եմ ուզում գայ, Զենքի մատակարարումները չէ, Հնդկաստանը չի դադարի։ Զենքի մատակարարումները պրոբլեմ կարող են առաջացնել, երբ որ խնդիրը գա Իրանին։ Հասկանում ես, որովհետև Իրանը այսօր կարդացի առավոտյան հայտարարել է, դե իրանց մոտ Կիրակին աշխատանքային է, իրանց մոտ ուրբաթն է, ոչ աշխատանքային։ Հա, իրանց հանգստյան օրը ուրբաթն է։ Կիրակի օրով բաները Պարսկաստանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ։
Որտեղ Պարսկաստանը լավ է հասկանում, որ այս դմփ 4 կողմը որ տարակում է իրա վրա է գալի։ Որ իրա Բանդեր-Աբբասն է տարակում, ինքը շատ լավ հանդիպում է անցկացրել Օմանում հերթական, տենց էլ հայտարարել եմ, որ շատ լավ հանդիպում է։ Ինքը շատ լավ բան է անում։ Առաջին տարաձայնությունները ի հայտ եկան, բայց դա մենք հուսով ենք, որ դրանք կլուծվեն բանակցությունների ընթացքում։ Այսինքն բանակցությունը շարունակվում։ Ես ասեմ օրինակ ինչն է հետաքրքիր, որ անմիջապես այդ առաջի կրակոցներից հետո Իսրայելը ոչ միայն զանգել է աջակցել է, ինչը որ մենք պետք է անեինք առաջինը, բայց իրենք արեցին, այլ նաև տվել է բան, ռումբեր։ Ուղարկել է օժանդակության բանին, ռումբեր, որոնք իրանք կիրառել են Գազայում եւ Լիբանանում, այսինքն արդեն ստուգած, արդեն աշխատող, իրանց այսպես կոչված խելացի ռումբերը։ Ինչ որ ես սա համարում վտանգավոր, ակնհայտ է, որ քանի որ մեր ռազմավարական գործընկերը Հնդկաստանն է, բայց եթե Հնդկաստանը մնա պարտք չակերտավոր Իսրայելին, իսկ Իսրայելի ռազմավարական գործընկերը Ադրբեջանն է, հասկանում ենք, չէ՞ որ այստեղ բավականին բարդ սխեմա է բացվում, որ կարող է մեկ էլ ինչ-որ անհաջող պահի Նետանյահուն ասի, դե լավ, դու ինձ պարտք ես արի Հայաստանի վրա ջրենք, կամ օրինակ Հայաստանին այս ինչ հրթիռները մի տուր, ու դա հանգիստ կարա լինի։ Սրանումն է խնդիրը, ես դրա համար եմ ասում, որ մերոնք սենց ափալ-թափալ առաջ ընկնելով, թե իրար հերթ չտալով, դի կապվեին, ասեին, հա լավ եք անում, բան եկեք, մենք էլ բան անենք, մենք տենց չգիտեմ, քանի մեր կաթողիկոսը Հռոմում այս երկու մոն վառենք, որ պակիները վերանան, բան ինչ-որ այս տիպի։ Ստեղ խաղը շատ ավելի լուրջ է, եւ դրան չի կարելի վերաբերվել բան էլի, մատների արանքով նայել։ Այսինքն այնտեղ, որտեղ Իսրայելը դիվանագիտականորեն մտնում է եւ դա վերաբերվում է մեր դաշնակիցներին, 99% հավանականությամբ ինքը փորձում է մեր դաշնակիցների դեմ աշխատել, որովհետեւ հենց այսօր Իսրայելը հայտարարել է, որ եթե Ֆրանսիան ճանաչի Պաղեստինի պետությունը, դա կլինի ռազմավարական սխալ Ֆրանսիայի համար։ Այսինքն իրանք ակնհայտորեն, ես ասեմ ավելին, ես իսրայելական ալիքներին հանդիպում եմ, որ իրանք բավականին ակտիվ տարածում են այդ Բաքվի պլատֆորմի բաները։ Եվ այդ դրա ականջները աճում են ինձ թվում է Իսրայելից։ Եվ խնդիրը գալիս է շատ ավելի բան, մենք նայում ենք, որ Ադրբեջանն է հաչում Ֆրանսիայի վրա, չէ։ Ես արդեն տենց չեմ կարծում, ես ինչ խորացել եմ այս վերջի 4 ամիսը, ես վստահ չեմ, որ դա Ադրբեջանն է։ Ես շարունակում եմ վստահ լինել, որ Ադրբեջանը մինյոն է, բայց եթե առաջ մենք բան էինք անում, դե լավ Իրանի դեմ է, դե չէ, Իրանի դեմ չի Ադրբեջանը Իսրայելի համար։ Իսրայելի համար Ադրբեջանը զուտ գործիք է, փողով գործիք է։ Այսինքն ինքը համ հարուստ է, համ բան է, ինքը գործիք է։ Ինքը նաև Իսրայելի շահերից է խոսում, երբ որ Օրբանի հետ համագործակցում է Օրբանին փողատալի եւ տեսեք ինչ է կատարվում։ Հաագայի տրիբունալի որոշումը զրոյացնում է Բիբին։ Ոնց ամբողջությամբ Ալիևին ամեն ինչով պարտք Օրբանի միջոցով։ Հունգարիան դուրս է գալի Հռոմի ստատուտից, Հունգարիան ընդունում է Նետանյահուին, բայց այդ ամեն ինչ ակնհայտ է, որ բոլորը գիտեն, որ բան է Հունգարիան ամբողջականապես ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից, ինքը առանձին գոյություն չունի։ Այսինքն Ալիևը իր փող ունենալը դարձրել է միջազգային հարաբերություններում գործիք եւ վաճառվում է նրան օմուզում է։ Ցանկալի է այդ բոլորը լինեն ռազմական հանցագործներ, որպեսզի իր հանդեպ բաներ չունենան։ Եվ խնդրեմ, ունենք ցուցակ, ունենք Նետանյահու, ունենք Պուտին, ունենք Էրդողան, եւ իրանք որ սկսում եք վերլուծել, տեսնում եք, որ հա ինչ ալուց այդ Բաքվի պլատֆորմա այդ նոր կալեդոնացու հետ հարցազրույցը նայել ես Լսի չհա դրեցի բանով չնայեց ասում եմ մեզ ֆինանսավորում են գնում ենք բան լոգիստիկան ապահովում են ինչա ասում են նպաստում են ազգերի ինքնորոշմանը Ադրբեջանը նպաստում է բաց այդ տեքստով պաստորեն բաննա լավ դա առանձին թեմա է հիմա
Մենք ժամանակը շատ ենք արդեն խոսել, անցնենք մեր սիրած թեմային, մայիսի 9-ին։ Ուրեմն մենք որոշել ենք մեծ հավանականությամբ Կիրակի օրը հաջորդ հատուկ թողարկում անել, ինֆորմացիոն, մենք մի երկու հատ այդպես ունեցել ենք, նվիրված թեմայի։ Թեման երկրորդ աշխարհամարտ, մի քիչ այլ տեսակետից, հա, այն բաները, որ օֆիցիոս պրոպագանդան չի սիրում, իսկ մենք ցավոք մնացել ենք սովետական եւ պոստսովետական օֆիցիոս պրոպագանդայի տակ, ինչ է մայիսի 9-ը Պուտինի համար եւ ինչու չպետք է գնալ եւ մասնակցել այդ միջոցառմանը։ Դրա մասին խոսենք թվերով, փաստերով, մեջբերումներով, կարծեմ կլինի հետաքրքիր։ Դա մենք կանենք, եթե կարողանա համաձայն լինի, մյուս Կիրակի, կարծում եմ։ Մյուս Կիրակի մենք դա կանենք։ Հիմա հարցեր կային ռեգիոնալ բան, չգիտեմ, կհասնենք քննարկել թե չէ, երկու բառով եթե կարողանա բան ներկայացնի։ Չէ, ռեգիոնալ հարցերից հիմա խնդիրը մենակ է նա, որ սա ուղղակի տեղեկացնենք, որտեվ նոր է տեղի ունեցել, փաստացի վերջի 2 օրվա ընթացքում այդ ապրիլ 24-յան թեմաների մեջ ես ուղղակի զտեցի 2 բան, որը չեմ հասցրել խորը նայել, մենք չենք հասցրել քննարկել դրա մանիչ որ բան չկա։ Վրաստանում տեղի ունեցել փոփոխություն, այսինքն իրենց կուսակցության ղեկավարը, դե յուրե ղեկավարը, նախորդ վարչապետը հրաժարվել է քաղաքականություն, պաշտոնից հրաժարվել է եւ քաղաքականությունից դուրս է գալի։ Ես սա գնահատում եմ որպես կոնֆլիկտ, որտեղ ինքը իրականում բավականին մեծ դեր ուներ այդ վրացական երազանքի գործունեության մեջ, այն ժամանակ, երբ վրացական երազանքը փորձում էր բալանսավորվել եւ ուղիղ չէր կոնֆլիկտի գնում, ուղիղ կոնֆլիկտի չէր գնում ԵՄ-ի հետ, եւ տենց Ամերիկայի հետ, ինքը տենց ասում էր, որ մենք ունենք սեփական կարծիքի իրավունք, մոտավորապես ոնց որ մերոնք են ասում, որ ասենք, չգիտեմ, դե մենք իհարկե Եվրոպա ենք, բայց այս մասով թույլ տվեք, էսի մենք անենք, հա, իրան հանեցին, այս PlayStation-ի մոտից մեկին գողացան բերեցին, այս PlayStation-ը բանը, լրիվ Իվանիշվիլիի գրպանի բան, այս նախորդը, որը որ ազգանունը մոռացա, բայց լավ։ Այդ մեկ, երկրորդը Ղարիբաշվիլին։ Նախորդը Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին։ Հիմա Կոբախիձը։ Հա, Ղարիբաշվիլին ասել է Ղարիբաշվիլին Կոբախիձը։ Հա, Կոբախիձեն այս PlayStation-ի մոտից գողացած զգզված մանզերով, հա։ Բացի դրանից տեղի ունեցել Թուրքիայում որոշ կարևոր իրադարձություններ, Թուրքիան փորձեց միջազգային տարադրամի հիմնադրամը, որը Վաշինգտոնում նիստ էր, փորձեց այդ նիստի ընթացքում ցույց տալ ներդրողներին եւ ամերիկացիներին նախ հանդիպում կազմակերպել Սպիտակ տան հետ չստացվեց, պաշտոնյաների հետ չստացվեց, ցույց տալ, որ ինքը բան է, վստահելի է եւ իր տնտեսությունը լավ բան է, նույնիսկ ֆինանսավորեց մի քանի հոդվածներ Էկոնոմիստում բանում, թե ոնց է Եվրոպան աղաչում, որ Թուրքիան իր բանակով գա խառնվի այս պատմության մեջ, բավականին մեծ գումարներ ծախսեց, որ այդ հոդվածների մասին ինչ որ արձագանքներ լինեն, հետո այդ ամեն ինչը տարածվի բան, բայց դատարկ տեղը գնաց, այսինքն ես ուշադիր հետևում էի, այն որ ասում են բանի մեջբերումների վարկանիշը 0-ական է։ Սա թքած ունեցան, որտեղ ակնհայտ է, որ Թուրքիան ոչ մեկ Եվրոպայում չի դիտարկում որպես երկիր, որը պետք է լինի եվրոպական անվտանգության մի մաս, Թուրքիան հա հարևանն է, բանի անդամ է, այդ մաքսային միության, Եվրամիության մաքսային բանի անդամ է եւ այո, մենք պետք է առևտուր անենք, բայց ոչ ավելին, 0 հավանականություն է այս պահին, հələ էլի չեմ պնդում, մենք գիտենք Գերմանիայի դիրքորոշումը, 0 հավանականություն է, որ Թուրքիայի ռազմաարդյունաբերությունը շանս կստանա օգտվել այդ եվրոպական գումարներից, որոնք հատկացվում են բանի Գերմանիան ուզում ցանկանում։ Հա, Գերմանիան ուզում է ցանկանում, ինչու, որտեղ Գերմանիան Ֆրանսիան ոչ միայն Ֆրանսիան չէ։ Ֆրանսիան, Շվեդիան,
Ֆինլանդիան, նրանք ովքեր 2 տարի փորձում էին ՆԱՏՕ մտնեին եւ Էրդողանը իրենց ասում էր աշկիտ վերևը ուն կա դրա համար ես գիտես ինչ կա ես ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն եմ դրա համար քեզ չեմ տողում էդի վիկինգները չեն մոռանալու էդի կարող են իրենց վիկինգի կացինով վերջում բանան են գան խազ քաշեն բանի պատերին Ստամբուլի ունեն տենց խասյատ պոլսի պատերին բաներ գրելու ասա միջև մակարակտենա հիմա խնդիրը նրանում է որ այն երկրները ովքեր ունեն սեփական ռազմաարդյունաբերություն ի տարբերություն Գերմանիայի չեն զրոյացրել այդ պոտենցիալը որովհետև խնդրեմը որն է Գերմանիան որպես պետական ապարատ զրոյացրել է կամ մի քանի ընկերություն որը շարունակում է Rheinmetall-ն է հա որը տենց ինչ-որ առաջնային բան ունի բայց տեխնոլոգիական տեսանկյունից համ երկրորդ համաշխարհայինից հետո իրեն շատ բան արգելված էր եւ ինքը օրինակ սեփական Metall, Thyssen եւ այլն հա դրա համար Գերմանիային Թուրքիան պետք է որպես բան արտադրող այնտեղ գործարանները Գերմանիայինն են մեծ հաշվով այդ փողը մեկը գալու է Գերմանիա պրոստը այդ բոլորը գիտեն ու ասում են տենց չի լինի բացի դրանից իրենք վախենում են որ իրենց մոտ դեֆիցիտ առաջանա բավարարական ուժի եւ նոր էմիգրացիոն ալիք ինչպես իրենք արեցին երկրորդ աշխարհամարտից հետո իրենք չեն ուզում իրենք ասում են ավելավը Թուրքիայում լինի այդ գործարանը այնտեղ այդ թուրքերը աշխատեն ոչ թե մենք ստիպացնենք եւս 1 միլիոն թուրք բերել Գերմանիա հա բայց դա գիտես չէ ինչի՞ց է գիտես ինչի՞ց է որովհետեւ իրանք օրինակ չեն ուզում ռումինացի բերեն չգիտես ինչն է խնդրեմը ոչ մեկ չի հասկանում բայց իրենք չեն ուզում կամ չեն ուզում անեն ոնց որ ապա Նիդերլանդները շատ հանգիստ է հարցը լուծեցին Նիդերլանդները ասացին որ մենք բան կանենք կռոբոտացնենք գործարանները ու կսկսենք արտադրել բան CV90 այդ շվեդական ՀՄՄ-ներն են 4 տարեկան 400 կարտադրենք նենց չի որ Նիդերլանդներում մարդիկ շատ են չէ ուղղակի դասն դե չի ստացվում բաներ ռոբոտացված կդնենք դու արտադրվի մենք որակ կստուգենք Այսինքն Գերմանիան չի ուզում անի ներդրում ռազմաարդյունաբերության մեջ ուրիշ պատճառով նույն պատճառով որ ինքը չի զրոյացրեց միջուկային էներգիայի հարցը նույն պատճառով որ ինքը նստեց ռուսական գազի վրա այդ ազդեցությունը դեռևս շատ է Գերմանիայում նույն թուրքական լոբինգն է շատ նույն Արևելյան Գերմանիայի շտազի մնացորդների ազդեցությունն է շատ այսինքն Գերմանիան դեռևս չի ձերբազատվել Հելմուտ Կոլի բարիության հետևանքով առաջացած բանից ռուս-թուրքական ազդեցությունից ես սա սենց եմ գնահատում Գերմանիան պետք է թափ տա ու մի հատ վերադառնա ու չեմ ասում Շոպենգաուեր բայց գոնե Նիցշե ասես մի հատ շողուլի գա էլի, այդ շատ կարևոր է Գերմանիայի համար։ Շատերի համար վախենալու բաներ ես ասում, Գերմանիայի վերադարձը իհարկե, բանա, չէ, իսկական հարևան ժողովուրդների համար դա խնդիր է, այդ լեերի, ռումիների, բալտիկ ժողովուրդների եւ այլն։ Բայց ինչևէ, խնդիրը կա, մենք դրա մասին խոսենք մի օր անպայման, այդ երկու մոտ այն որ հետաքրքիր է որ չի քննարկվում որ Եվրոպան պիտի զինվի որ Եվրոպան պիտի արտադրի զենք որ Եվրոպան պետք է դառնա ռազմական միավոր ի հեճուկս Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների եւ այլն ստացվում է որ նույնիսկ ի հեճուկս Ադրբեջանի որովհետեւ տեսեք ոնց է բան լինի Ադրբեջանը Ֆրանսիայի հետ բայց հիմա կա տարաձայնություններ Չմանրամասնենք Ֆրանսիան գտնում է որ պետք է բացարձակապես եվրոպական միության ուժերով եւ տարածքում այդ ամեն ինչը սարքվի եւ տեխնոլոգիաներով ինք ունի դրա փորձը Գերմանիան եւ մի խումբ երկրներ գտնում են որ օրինակ պետք է օգտագործել նաեւ այլ երկրների պոտենցիալը ինչպեսին օրինակ Թուրքիան է որը որ դեպքերում ՆԱՏՕ-ի անդամ է Եվրոպական տեխնացու է տարածքով մոտ է կա այսպեսի խնդիր քննարկում է գնում իհարկե Ես կարծեմ ակնհայտ է որ Հայաստանին ֆրանսիական տարբերակն է ձեռնտու ավելի բոլոր դեպքերում բայց հիմա որոշումը մենք չենք տեսնենք թե ինչ կստացվի դրանից Ֆրանսիայի առաջարկներից մենակ մի բանն է կարա լինի որ Հայաստանում լինեն մարդիկ ում ձեռնտու չլինի օրինակ աշխարհի ֆուտբոլի առաջնությանը մարդ կա որ
ֆանատիկորեն մենակ Հայաստանի հավաքականին երբ կպահում, ուղղակի մենք չենք հայտնվում։ Բայց դրա համար ասենք չգիտեմ, մարդկա Իտալիա է սիրում, մարդկա Գերմանիա է սիրում, չէ՞, մարդկա Բրազիլիա է սիրում։ Մենակ այդ բանը, ես այս տարիների ընթացքում նու չգիտեմ 44-ից սկսած չեմ տեսել Ֆրանսիայի առաջարկ, որը չի բխում Հայաստանի շահերից։ Չեմ ասում, որը կոնֆլիկտի մեջ է մտնում Հայաստանի շահերը, չէ։ Չի բխում Հայաստանի շահերից։ Սրա մասին է խոսքը։ Ուրեմն բանը հիշեցրիր, պես ստացվեց, որ Թիֆլիսիում էինք, բանի ժամանակ, աշխարհի չեմպիոնատի եզրափակիչի ժամանակ ռեստորանում, ուրեմն բոլոր նստած վրացիները մոլերանդորեն արգենտինացիների բանն էին, երկրպագուն էին, ու այնքան էր, որ արդեն տարօրինակ էր, որովհետև ես համոզված եմ, որ եթե այդ նույն երիտասարդների կամ միջին տարիքի մարդկանց քարտեզի վրա ասես Արգենտինան ցույց տա, չգիտեն, բայց այնպես անկեղծ ուսած մինչև հիմա այդ մոտիվացիան ինձ համար անհասկա։ Դուրս էին եկել Արգենտինայի դրոշներով ման էին գալիս եւ այլն, շատ հետաքրքիր էր։ Միայն փաստուն այդտեղ մենք էինք որ Ֆրանսիային էինք աջակցում հայերով նստած ոչ շատ բարձր, որպեսի կոնֆլիկտներ չառաջանան։ Էթնիկ կոնֆլիկտի առիթ։ Աջակցում ենք Ֆրանսիային, հետաքրքիր բան։ Ուրեմն լավ, այս կանն է, ուրեմն ինչ ենք խոսք տվել։ Խոսք ենք տվել, որ հատուկ թողարկում։ Խոսք ենք տվել, որ ավելի մանրամասն հետո կխոսենք Եվրոպայի վերախոխման ծրագրի տարբեր սցենարների մասին։ Այո։ Եվ իհարկե Հայաստանի եւ կարևոր հարցերի շուրջ զարգերակի վրա կպահենք եւ բոլոր ակտուալ հարցերը կփորձենք այս կամ այն չափով արծարծել։ Բացի դրանից Եվրոտիպի հանդիպումը առաջի ես շաբաթ արդեն կասկածնենք ու շատ կարճ ինձ թվում է Արմենի իր եթերներից մեկում կխնդրենք, որ բան անի, ռիպորտ անի։ Այսինքն ոչ թե երկուսով կանենք, պրոստը քո եթերներից մեկում տենց ինչ-որ բան անես, որտեղ դե մի հատ չի լինելու հանդիպումը, գոնե տենց ինչ-որ բանով գնա։ Ես ասում եմ Արմենի տեղը ես եմ խոսք տալ։ Okay։ Շնորհակալություն, հաջողություն, շնորհակալություն այն աջակցության համար, որը ցուցաբերում եք եւ առավել եւս շնորհակալություն այն աջակցության համար, որը մենք ակնկալում ենք, որ կստանանք ձեզանից։ Մինչ հանդիպում։